Ապահովության մասին, ապահովի, բայց բարձվում է ձեր հրապարակած տեսանյութերից գոնե ինձ համար պարզ դարձավ, որ փաթեթը ձեռք բերելով ամբողջ ծավալից չեն կարողանում քաղաքացիները օգտվել։ Հիմա դա որքանով է ճիշտ վճարել եւ հարկ եղած դեպքում կոնկրետ ծառայություն չստանալ։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ապահովագրական փաթեթները իրենք որոշակի ծառայությունների շրջանակ են ծածկում եւ որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություններ բաց չթողնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ հստակ լինի, թե որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու եւ այո, ճիշտ եք ասում, հանրային իրազեկման մասը մենք եւս շատ կարևորում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի, որ ինչպիսին է լինելու փաթեթը եւ այդ փաթեթում ես ձեզ վստահեցնում եմ, այն հիմնական բեռը, որ այսօր մեր ժողովուրդը կրում է եւ ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ որ կարիք ունի վիրահատություն ունենալու, դեղորայք գնելու, այս փաթեթը այդ բազային կարիքները բավարարելու է։ Այնինչ, գիտեք, ամեն օր բժշկագիտությունը զարգանում է եւ իհարկե կլինեն ծառայություններ, որոնք որ այս ապահովագրական փաթեթից դուրս կլինեն եւ սա կլինի հենց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ փակելու այդ հավելյալ ցանկությունները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Նարեկ ջան, եւ հարցին էլ ես օրինակ էի բերել, բայց կարծեմ մի փոքր շփոթություն կար, տպավորություն ստեղծեց, որ միայն այդ օրինակներն են, որ փակվելու են, դրանից դուրս բան չի փակվելու։ Ոչ, հստակ լինելու է ցանկ ծառայությունների եւ այդ ծառայությունները արդեն ներառված լինելով փաթեթի մեջ ապահովագրության կողմից փոխհատուցվելու են։ Դե գիտեք, որ աշխատանքները ընթանում են, թե ազգային ժողովում ենք ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում երևի 4 հանդիպում ենք ունեցել մեր ազգային ժողովի գործընկերների հետ, առաջիկայում էլ ունենանք եւս 1-2-ը եւ կառավարությունում ուրեմն արդեն այսպես նրանց հետ էլ ամբողջացնելուց հետո մեր դիտարկումն է, որ պիտի մտնի կառավարության նիստ։ Ինչու է նորակոչիկների դա արդյոք է ձեր տեղափոխում Զորակոչի փորձաքննությունների մասով, այո, 2 պիլոտ ենք իրականացնում, 2 մարզերում, ուրեմն Լոռի եւ Շիրակը, փոխ գործակցության սկզբունքով, Գյումրու բժշկական կենտրոնի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ հասնել Երևան, այստեղ օր, գումար եւ այլն հավելյալ ծախսեն եւ անցնեն համապատասխան բժշկական փորձաքննությունները։ Մենք գնահատել ենք կարողությունները, թե սարքավորումների եւ թե մասնագիտական եւ մոտեցնում ենք ծառայությունը նաեւ մեր զորակոչիկներին։ Եվ հաջող ընթացքի պարագայում այս 2 մարզի ապակենտրոնացման պարագայում նաեւ հետագայում կտեսնենք արդեն ընդհանուր ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք։ Ես կարծում եմ սա շատ կարեւոր է։ Գիտեք ինչի, որտեղ շատերը անցնում են համակցված հետազոտություններ։ Պետք է առավոտ շուտ գալ, սոված լինել, մյուս հետազոտությունը մեկ այլ պահանջ է իրենից ներկայացնում եւ դրա համար մոտեցնել մարդուն իր բնակության վայրում այդ փորձաքննությունները անցնելը, ես կարծում եմ կարեւոր քայլ կլինի։ Բայց իհարկե լինելու ենք խստապահանջ եւ մենք անմիջական աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ, որովհետեւ այստեղ բացի մասնագիտական գիտելիքներից շատ կարեւոր է նաեւ փորձագիտական մասը եւ պիտի որ ամեն բան հաջող անցնի։ Դուք նախարար դուք եւս Փաշինյանի ու ԿՊ-ի մյուս կպարտներների հետ գնացել եք Գյումրի, նախընտրական տրամադրություններ էր տիրում այնտեղ, դուք այնուամենայնիվ ղեկավարում եք մի ոլորտ, որը պետք է լինի ապաքաղաքական, բայց ձեր ներկայությունը ԿՊ-ի նախընտրական երթուղիների եւ այլ ուղիղ ըստեյության ազդակ եւ ոչ չի ուժ աշխատողներին նաեւ որոշակի առումով կան նաեւ ազգային եւ տեխնոլոգիաների կողմից, որ ըստեյության ոչ հաստատությունների ներկայացուցիչներին հրահանգված է գնալ եւ օրինակ Գյումրիում ընտրել իրենց սարքին։ Վայ, այդ անձինք, ովքեր որ այդ ուրեմն մտավախությունները ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին եւ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել եւ թե Կիրակի օրն եմ գնացել Գյումրի ոչ աշխատանքային օրվա ընթացքում եւ այո մասնակցել եմ դրամահավաքին եւ կներեք նախարարը եւ կառավարությունը քաղաքական
հենց մարմին են եւ չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որևէ բան, որտեղ դրա կարիքը չկա էլ։ Ինչի որտեղ ձեր սարիկի տվելու են, հա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պիտի ներկայացնի մեր նաև քվեարկողներին, պիտի անի աշխատանք, որը անում է, եւ վստահ եմ, որ այս ուրեմն կարևոր գործը ներկայացնելով եւ նաեւ ներկայացնելով թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը որոշիչ կտա ԿՊ-ին եւ Սարիկին։ Լույս հիմնարկները մարզպետարանների ցանկացիկ նախարարությանը ենթակայության տակ դարձրեցիք այս ընտրությունների եւ 26 ընտրությունների առաջ։ Տենարիկ ջան, եթե այդպես լինի, պիտի ասեք ինչու եք ապահովագրության մասին այսօր խոսում, որտեղ դա Գյումրու փառաքարի ընտրությունների հետ ինչ համատեքստ ունի։ Տեսեք, մենք ամեն օր ինչ որ մի բարեփոխում անում ենք։ Իհարկե մեր մարզերն էլ դրա շրջանակներում ունենում են որոշակի բարելավումներ եւ վստահ եմ, որ այս մարզային կենտրոնների փոխանցումն էլ առողջապահության նախարարությանը եւ շատ ավելի կարևոր կտորը կառավարման մոդելի բարեփոխումները պիտի տան իրենց արդյունքները եւ այս կենտրոնները շատ ավելի գրագետ ֆինանսատնտեսական կառավարում իրականացվի, զարգանա եւ այլն եւ այլն։ Տիկին նախարար, դուք վերջերս մարզային ԲԿ-ներ այցեր եք կատարել, եղել եք Չարենցավանի ԲԿ-ում, մյուս ԲԿ-ներ ոնց որ էլի մարզում։ Ինչ հետաքրքիր նախ ինչ պատկեր եք արձանագրել եք հենց Չարենցավանի ԲԿ-ում եւ առասարակ մարզային ԲԿ-ների մատուցած ծառայությունների որակը ձեզ գոհացնում է, թե ոչ, դա ասեք հետո։ Գիտեք, ընդհանրապես դժվար է այսպես ընդհանրացումներ անել եւ գնահատական տալ մարզերին կամ կոնկրետ բժշկական կենտրոնի ամբողջական որակին։ Եվ այո, ճիշտ եք ասում, վերջերս եմ եղել ուրեմն Չարենցավանում, նախ որովհետեւ իմ արժեվ դրել եմ խնդիր այս տարի համ պատրաստից, այսպես ասեմ, այցեր իրականացնել կոնկրետ մարզային կենտրոններում, հասկանալու թե սովորական աշխատանքային օրվա ընթացքում ինչպես են process-ները կազմակերպվում եւ ինչ խնդիրներ կան, որոնք որ մենք այսպես ավելի պաշտոնական այցերի շրջանակներում գուցե չենք նկատում։ Եվ այո, հիմա կշարունակեմ։ Եվ ուրեմն երկու նպատակ ուներ, նախ գիտեք, մեր կապիտալ ծախսերով այնտեղ իրականացված շինարարությունը արդեն ըստ էության ավարտվել է եւ ուզում էի հասկանալ այդ ուրեմն նոր տարածքների օգտագործման շատ ավելի արդյունավետ պիտի ձևաչափ գտնենք, այնտեղ բժշկական ծառայությունների որոշակի հատվածը պետք է փոփոխությունների արդյունքում այս նոր տարածքում տեղավորվի, որպեսզի նաև չստացվի, որ տարածքները չեն ծառայում իսկապես բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Պետք է ասեմ, որ աշխատանքային մի քանի ուրեմն կարևոր հարցադրումներ էլ կար, այնտեղ գիտեք տարածքում կա մի այսպես սքոսրահ, որը որ նաև քաղաքացիներն էին բարձրացրել, որ բժշկական կենտրոնից նման ուրեմն ծառայությանը ականատես լինելը անընդհատ, կարծում ենք ճիշտ չի, հանձնարարել են, որպեսզի գտնեն լուծում այդ սեփականատիրոջ հետ ճիշտ պատնեշավորելու եւ փակելու բժշկական կենտրոնից դրա երևալը, էլի մի քանի աշխատանքային կոնկրետ խնդիրների մասով տվել եմ հանձնարարություններ եւ շարունակական հետեւելու ենք։ Որ սպասարկման որակն է, ինձ հետաքրքիր է կներեք, որ անձնապես օրինակ վերեմ, բայց դուք ձեզ կամ ձեր հարազատին օրինակ ուղղորդեք մարզային որևէ ԲԿ ունի դա Չարենցավանը, Հրազդանը, Աշտարակը, Եղվարդը, Սևանը, օրինակ սոնոգրաֆիա անցնելու։ Միանշանակ, այո, իհարկե կան ծառայություններ, այո, Վահե ջան։ Ես ձեզ օրինակ չէի տա, օրինակ Չարենցավանում կամ Հրազդանում սոնոգրաֆիա անցնել, որտեղ ներողություն, որտեղ կարող է սոնոգրաֆիստը նայի եւ ֆարզի, որտեղ օրինակ, չգիտեմ, երի կամ թող կամ լիարժ չունեք, բայց բնականաբար ունեք եւ նորմալ գործում։ Դա այդ բոլոր դեպքերն է եւ իմ հարազատը եւ ես պիտի առնչվենք նաեւ որպես Հայաստանի քաղաքացի եւ եթե կա խնդիր բարձրացնենք եւ լուծումներ պահանջենք։ Սա որպես քաղաքացի եմ ասում ձեր նշած հարցի կոնտեքստում։ Իսկ մյուս առումով, այո, ես կարծում եմ, որ այսօր մեր մարզային բժշկական կենտրոնները վերջին տարիներին շատ մեծ զարգացում են ապրել։ Եվ օրինակ, Գյումրու բժշկական կենտրոնը եւ Վանաձորի բժշկական կենտրոնը այսօր ստրոկ ծրագրի մի մաս է կազմում, որը բավականին բարձր ուրեմն հմտություններ, գիտելիքներ պահանջող ծառայություն է եւ ես
հպարտ եմ դրա համար։ Հաջորդ թիվ, իհարկե այս գործընթացը շարունակական է եւ բժշկական օգնության որակից ես եթե վերցնենք, մենք Երևանն էլ չենք կարծում, որ հասել ենք մեր թիրախներին։ Իհարկե չենք հասել։ Եվ սա անընդհատ process է, որ եւ թե Երևանում եւ մարզային կենտրոնների բուժօգնության որակը պիտի փոխվի։ Քննադատում են, որ մարզային բուժ կենտրոններում նորմալ մասնագետներ չկան, որովհետեւ նաեւ նախարարի թվերը հիմա չեմ հիշում հրամանի անունները, համարները, X2 հրաման կա, այդ հրամանների պատճառով նաեւ նորմալ վարչատրության մեխանիզմ չի դրված, որպեսզի կարողանան բարձրակարգ մասնագետներ բարձր աշխատավարձեր գտնել եւ տանել մարզերում աշխատելու։ Դրա համար, ասեմ, չգիտեմ, մարդիկ կարող են օրինակ խատավի կամ կանաչի ծախող աշխատել ավելի հեշտ, քան ասենք վիրաբույժ որոշ բկներում կամ սոնոգրաֆիայում։ Ուրեմն մեր պետական քաղաքականությունն է, որ ծառայությունների ծավալը պետական պատվերով ընդլայնվի եւ դա առաջինը հենց շատ կարևոր է մարզային բժշկական կենտրոնների համար, որ հասանելիությունը բուժօգնության մեծանա, որտեղ մարզային մեր բնակչության համար ուրեմն վճարունակության խնդիրը շատ ավելի սուր է դրված, քան թե Երևանում, եւ սա օգնում է, որ ծավալը մեծանալու պարագայում վերանայվեն նաև աշխատավարձերը։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ լավ կառավարման արդյունքում հնարավոր է հասնել նաև բուժաշխատողների աշխատավարձերի վերանայման եւ մենք դրան շատ լավ օրինակներ ունենք հենց մարզային բժշկական կենտրոններում։ Կոնկրետ բժշկական կենտրոնը։ Այստեղ արդեն ձեր պատասխանատվությունը մեծանում է։ Այո, իհարկե։ Հիմա արդեն դուք պետք է լավ կառավարեք, որ այդ աշխատավարձերն բարձրացնի, ոչ թե սկսեի տնօրեն։ Դա հարցը անտեղին է եւ կարծում եմ հենց դուք լավ կառավարում նկատի ունեք հիվանդանոցների տնօրենների թե նախարարության։ Բա ով է կառավարում հիվանդանոցը։ Բժշկական կենտրոնը ով է կառավարում, կոնկրետ կազմակերպությունը ով է կառավարում։ Իրենք ուղղորդում են նաև նախարարություն չես հրամաններով։ Իհարկե։ Դուք այդ հրամանները փոխում եք։ Եվ մենք էլ քաղաքականությունը շարունակաբար տանում են դրան, որպեսզի ավելի մեծ ռեսուրսներ ուղղվեն բժշկական կենտրոններ, սարքավորումներով հագեցվեն, որ ձեր ասած նույն բարձրակարգ մասնագետները կարողանան իրենց ուրեմն բժշկական գիտելիքներն ու հմտությունները ճիշտ կիրառեն։ Տիկին նախարար, լավ, դուք ամեն դեպքում այդ կադրային բազայի մասով ձեզ չի մտահոգում, որ իսկապես կան բժիշկներ, որոնք չեն տիրապետում իրենց մասնագիտությանը։ Օրինակ ավտովթարից ծանր վիրավորված քաղաքացուն տանում են Հրազդանի բժշկական կենտրոն, ինձ այդպես են ասել, այսինքն զրպարտանք հանգած չունի, ես ուղիղ աշկովս չեմ տեսել, բայց ասացին, որ այդ մարդու մոտ լիարդը պատրված է եղել ավտովթարից, այդ մարդիկ բժիշկը Հրազդանում չեն տեսել, որ լիարդը պատրված, ուղարկել են Երևան, արդեն ուշ է եղել։ Դա գլուխն է։ Ձեր այս կոնկրետ, եթե կոնկրետ ունեք որոշակի դեպք, որի մասին բարձրաձայնում եք, պետք է տաք մեզ, մենք էլ կոնկրետ այդ մասերով զբաղվենք։ Տեսեք, ավելի վաղ աշտարակումներ նման դեպք եղել մի Դե գիտեք հիմա ինչ նման դեպք, ինչ դեպք, եթե կոնկրետ բժշկական կենտրոնը չունի տվյալ ծառայությունը մատուցելու ուրեմն աստիճանը, այո, պետք է ուղղորդի Երևան, բայց պիտի հասկանալ ձեր կոնկրետ դեպքն է։ Խնդրեմ տվեք կոնկրետ դեպքը, մենք կհետևենք։ Ես կխնդրեմ ընդհանրական գնահատականներ չտալ, այո, ինչպես բոլոր ոլորտներում էլ մենք ունենք եւ շատ լավ մասնագետներ, եւ միջին մասնագետներ, եւ մասնագետներ, որոնք կարիք ունեն իրենց գիտելիքներն ու հմտությունները բան անելու, բարձրացնելու։ Եվ այստեղ գիտեք ինչն է կարեւոր, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկի լիցենզավորման ինստիտուտը, որը 2000-ական թվականներին հանվեց, նաեւ դրա արդյունքում է, որ շատ բարդ է կոնկրետ բժշկի կողմից ոչ քրեական գործի շրջանակներում, բայց նույն մասնագիտական բաց թողումների մասով հստակ փոփոխությունների հասնել։ Բայց մենք այդ օրենքը արդեն ընդունել ենք եւ մասնագիտական լիցենզավորման պահանջը 2025 թվականից մտնում է փուլային կգնա 3 տարվա մեջ կներդրվի եւ սա էլ կնպաստի, որպես մենք մեր համակարգում որևէ ուրեմն բժիշկ չունենանք, որը բավարար գիտելիք ու հմտություն չունի։ Ես հիմա այդ դենելով անուն չեմ տա, բայց մարզային բկներից մի տիպ բժիշկ կա, որ քրեական գործածություն հիշեցի, որ այս բան քրեական գործում թմրանյութը օգտագործելու կասկածանքով վերմանի ենթարկել ձերբակալելու էլի շարունակում աշխատել։ Խնդրեմ էթիկայից ելնելով ճիշտ է կամ չեք հնչեցնում, բայց ինձ փոխանցեք, ես անպայման կզբաղվեմ դրանով։ Մի բան էլ էլի մտահոգող հարց։ Տիկին Ավանեսյան,
ինձ տեղեկություն հասավ, որ Երևանում գործող West Life բժշկական կենտրոնը ինչ-որ ստվերային համագործակցության ժողովրդական լեզվով ասած ատկատի մեջ է գտնվում որոշ մարզային բկների հետ շտապօգնության մասով, որ շտապօգնության մեքենան օրինակ գնում է կանչով, օրինակ ռեանիմոբիլը, մարզային բկերից պացիենտ բերել տեղափոխելու Երևան, մի անգամ ստանում West Life։ Էլի որպեսզի անիրավի մեղադրանք չլինի, ես ուղղակի ձեզ խնդրում եմ դուք նախ ասեք տեղեք եք թե ոչ կամ գուցե ուսումնասիրեք հետո ասեք այդպես։ Մենք ընդհանուր առմամբ խնդիրները այստեղ արձանագրում ենք, այո, որ բժշկական ուրեմն կենտրոններ որոշակի ուղղորդվածություն լինում է շտապօգնության կողմից եւ այստեղ մենք թվայնացման գործընթացը պետք է ավարտին հասցնենք, որպեսզի բացառենք նման դեպքերը, այսինքն կախված ծառայությունից եւ ուրեմն աշխարհագրական դիրքից ու մոտակա լինելու հանգամանքից պետք է հիվանդը տեղափոխվի կոնկրետ բժշկական կենտրոն, եթե ինքը իր ցանկությամբ այլ բան չի ուզում, որի համար նաև վճարում է։ Ձեր ասած կոնկրետ դեպքով ես մի հատ կհասկանամ դժգոհությունները ինչումն է եւ վերլուծությունները, շատ լավ, շատ լավ։ Եղել է որ տեսել եմ որ շտապօգնության վարորդը քշում է Best Life, ասել են ինչի՞ ասում դեռ են գնում։ Ասել են չէ, մենք էս սպասում ենք օրինակ Երևանիում հարազատներ, մենք սպասել են Երևան։ Չէ, այստեղ տեսեք, եթե Best Life-ը գտնվել է ամենամոտ աշխարհագրական դիրքում եւ այդպես պետք է արվեր, դա մի սցենար է, բայց եթե Best Life-ի, չէ, կներեք, եթե Երևանու բժշկական կենտրոնի կողքից տանում են Best Life, սա իհարկե սխալ գործառույթ է։ Բայց դուք ամեն դեպքում անպայման մանրամասները կճշտենք, կհասկանանք ինչն է։ Մաֆիա է գործում բժշկականների միջև, որոշակի, չգիտեմ։ Այսքաններ հարցերը։ Դուք օրինակ Best Life-ի տնօրենին հանդիպեք այդ բարձրացնող հասկանանք։ Վստահաբար։ Մեխանիզմ ունեք դրա դեմ։ Բայց դա չի իմ գործիքը, որ նրան հանդիպելուց հարցնեմ, այլ շատ ավելի այլ գործիքներ կան, որ կճշտենք։ Միանշանակ, իհարկե, եւ մենք եւ մեր իրավապահ գործընկերները, տեսչական մարմինները միանշանակ միասնաբար պետք է այս բոլոր խնդիրները վերհանված, հետեւողական գնանք, հասկանանք ինչումն է խնդիրը կա եւ եթե կա պատասխանատվության ենթարկվեն։